մենք ոչ մի բան այս պահին չենք պատկերացնում, ինչ կարելի արել, ինչ անենք, ինչով զբաղվենք, ոնց կապրենք, հələ ոչ մի բան չենք պլանավորել, ոչ մի բան չգիտենք։ Ապրիլյան քարորյա պատերազմի հետևանքով Արցախի Թալիշ գյուղից բազմաթիվ ընտանիքներ տեղափոխվեցին Չարենցավան։ Աբրահամյանների 5 հոգանոց ընտանիքը դրանցից մեկն է։ Ընտանիքի մայրը Գայանե Աբրահամյանն ասում է, որ արդեն շուրջ 1 ամիս ապրում են Չարենցավանում վարձով ու չգիտեն դեռ ինչքան պետք է մնան այնտեղ։ Մտածում են Ռուսաստան տեղափոխվելու մասին։ Եթե կարողանանք երկրից դուրս գանք, գնանք ինչ-որ Ռուսաստան կամ կանչում են բարեկամ բան ունենք, ասում են եկեք աշխատեք ստեղ, ոնց նայում եմ, չգիտեմ։ Գայանեն պատմում է, որ իրենք Թալիշից դուրս են եկել պատերազմական գործողությունների մեկնարկի ժամանակ իրենց հորեղբոր մեքենայով ու մի կերպ հասել են Չարենցավան։ Հենց առաջի կրակոցից արթնացա ես, տենց պատուանից նայեցի, տեսա հենց այս սնարյադը ընկավ մեր տան հետևը։ Վրազ երեխեքին արթնացրեցի, ամուսնուս ասեմ ոնց որ կրակում են գյուղի վրա։ Սկզբից ամուսինս թե գնա երեխակաշները փակի քնի, ոչ մի բան չկա, միշտ էլ լնում է, էլի։ Այսա մեր կոտ կկրակեն, կհանգստանան ու վերջ, կանցնի ամեն բան։ Հետո ուզեցինք տենց անենք, ամեն անգամ նման, որովհետև հա, ամեն անգամ լսում էինք արդեն սովորական էր, չէ, այս անգամ տեսա արդեն մեծ զենքերով էր, ինչով էր տենց շատ ուժեղ էր այդ ձեները։ Ու երկրորդ կրակոցից այս խփեց պատուանները կոտրեց մեր։ Կոտրեց անցանք էլ մի սենյակ երեխեքին հավաքեցինք, սենց ոչ մի բանի, առանց ոչ մի բանի, ուղղակի սենց ադյալով ծածկեցի, այս պուճուրին, տղաս էլ մեծ է 17 տարեկան է, գրկեց, իջանք պատվալ, երկրորդ հարկ էր մեր տունը, իջանք պատվալ, իբրև ընդեղ ասցին մի քիչ մնանք, տեսնենք ինչ ալնենք։ Հա, մի 10 րոպե տենց սպասություն տեսանք Արագանում կրակոցները ավելի շատ են ուղարկում այդ հրթիռները մեր վրա, հա։ Ու տեքրս գյուղում էր այդ մեր հոպարը, ասեց եկեք ավտոն խոդեմ տվե, դուս եկեք։ Սենց երեխուն ադյալի մեջ ուղակի փաթաթեցինք, դուրս եկանք, նստեցինք ավտոն, առանց ոչ մի բանի դուրս եկանք։ Ընտանիքը դժգոհ չէր Թալիշում իրենց ապրուստից։ Գայանեն պատմում է, որ ամուսինը գյուղում աշխատում էր որպես դպրոցի տնտեսվար ու լույսի տեսուչ, նաև հող են մշակել։ Մենք գոհ էինք, հա, այնտեղից ապրում էինք, ճիշտ է, մի քիչ ջրի պակաս կար, ջուրն էր միշտ պակաս ելնում գյուղում, բայց եղանակները նորմալ էր միշտ ապրելու միջոց կար, դաշտեր ենք, արտեր ենք մշակել, հող ենք մշակել, հեկտարներով ցանել ենք, հնձել ենք, ցորեն ենք ցանել, կուկուռուզ ենք ցանել, ծախել ենք, տենց ապրուստի միջոց ունեինք, մենք շատ լավ էինք, ոչ թե մենակ մենք, մեր գյուղի ժողովուրդը լրիվ, կարելի ասել արդեն համարյա առանց հոգսի ապրում էին, այդ անցած շարժումից հետո արդեն ոնց որ ոտ էին կանգնել ժողովուրդը։ Գայանեն ասում է, որ Թալիշ վերադառնալու մտադրություն չունեն, քանի որ իրենք չեն մոռացել ապրիլի 1-ի ցնցումներն ու ապրումները։ Գայանեն սակայն ցանկանում է, որ որդին 17-ամյա Արմանը շարունակի ուսումը Չարենցավանում, քանի որ ավարտական դասարանում է։ Այդ գիշեր Թալիշից Չարենցավան է տեղափոխվել նաև Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի եղբոր Սոս Պետրոսյանի ընտանիքը։ Ընտանիքում կան 3 անչափասներ՝ 16 տարեկան Դավիթը, 14 տարեկան Վահեն ու 4-ամյա Գոռը։ Տուն, տեղ, ունեցված 25 տարվա ստեղծած նորից թողել երկրորդ անգամ։ Նորից դարձել փախստական։ Տիկին Վիոլետան պատմում է, որ ապրիլի 2-ին իր որդու Թալիշի գյուղապետի ծննդյան օրն էր ու պատրաստում էին տոնել։ Գիշերը սակայն մեծ տրամաչափի զենքերով սկսվել են կրակոցները, մի կերպ մեքենա են ճարել ու գյուղից դուրս եկել։ Երեխաները տեղի ունեցածից վախեցել են։ Գործողջի երեխաս ասում է, «Էն հոպարի սալյուտն է խփում»։ Էն լույսը որ տեսա, երեխան կարծում է, թե հոպարի սալյուտն, ծննդյան սալյուտներն են խփում։ Ես ասացի, թորներս դողում էին, չգիտեմ, հետագայում նրանք հիվանդություններ են կստանային։ Գալով Չարենցավան տիկին Վիոլետան հասկացել է, որ Թալիշում իր խոսքով ապրել են թագավորի պես, ունեցել են ֆերմա, Սոսը երկար տարիներ եղել է զինվորական ծառայության մեջ, հետո դուրս է եկել այդ ոլորտից, աշխատել Թալիշի դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ։ Նախկինում աշխատանքով ապահովված Պետրոսյաններն այժմ ամենաշատը աշխատանքի կարիք ունեն։ Մի ամիսա ոչ մի բան էլ ես նստում եմ ձեռքեր խաչանում, նստում վերքեր, ինչ պիտի անեմ, ինչ անեմ։ Ես էլ եմ ուսուցիչ եղել, 50 տարի աշխատել եմ, դե հիմա թոշակառու եմ, դե չգիտեմ։ Իմ ամբողջ մտածմունքս գիշեր ցերեկ որ չեմ քնում, մենակ մտածում եմ, թե գոնե մի գործ ճարեն, մի գործ։ Գոնե կարողանան ցամաքացելով իրանց երեխաներին պահ։
Տանտիկինը պատմում է, որ Թալիշում գտնվող որդուն խնդրել է իրենց այգուց քաղելու Երևան բերել Սոխն ու կանաչին, սակայն որդին փոխանցել է, որ գրադի հարվածներից բերքից ոչինչ չի մնացել։ Երեխաներից Վայեն պատմում է, որ գիշերը ժամը 2-ին արթնացել են ու մի քանի ժամ անցկացրել ներքնահարկում։ Տղաներն ասում են, որ կարոտում են Թալիշի տունն ու ընկերներին։ Վերընկերները իրանք որտեղ են իջ են։ մի քանի օգուց, մի քանիսը ստեղ են, իմ դասարանցիներից կոնկրետ։ Չարենցավանում։ Հա։ Բայց իրանց հետ չեմ էլի դպրոցեթում։ 1992 թվականին, երբ Թալիշը գրավվել էր, թալիշցիները շուրջ 1 տարի լքել էին գյուղն ու վերադարձան 93-ին գյուղի ազատագրումից հետո։ Թալիշն այժմ գրաված չէ, բայց կյանքն արկակոծության տակ գրեթե անհնար է։